Այսօր փետրվարի 13-ին վաղ առավոտից Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Իսմիրլյան բժշկական կենտրոնում քննչական գործողություններ էին իրականացվում։ Քրեական վարույթը հարուցվել է 4 ամիս առաջ։ Փետրվարի 13-ին առգրավվեցին համակարգիչներ եւ փաստաթղթեր, ինչպես նաեւ գումար։ Քրեական վարույթը նախաձեռնվել դեռևս 2025 թվականի հոկտեմբերի 9-ին եւ նախաձեռնվել է հետեւել հատկանիշներով՝ փողերի լվացման եւ հարկերից խուսափելու համար։ Հիմա 4 ամիս անց վարույթ իրականացնող մարմինը որոշեց, որ պետք է խուզարկություն կատարի Իսմիրլյան բժշկական կենտրոնում, մասնավորապես նաեւ տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում։ Փնտրում էին հաշվապահական փաստաթղթեր, վճարը հաշվարկային փաստաթղթեր, ինչպես նաեւ այլ նյութեր, որոնք կարող են էական նշանակություն ունենալ հարկերի հետ կապված, այսինքն խուսափելու հետ կապված եւ փողերի լվացման։ Ամբողջ խնդիրը եւ գործի փաստական հանգամանքները կայանում են նրանում, թե իբրև Իսմիրլյան բժշկական կենտրոնը ունենալով հնարավորություն իր կարիքների համար բժշկական պարագաներ ձեռք բերել անմիջապես ներմուծողներից կամ արտադրություն կատարող ընկերություններից, սակայն ավելի նվազ գնով, սակայն ավելի բարձր գնով ձեռք է բերել իր կարիքների համար բժշկական պարագաներ, այնպիսի ընկերություններից իբրև որոնք փոխկապակցված են բարձրաստիճան հոգևորականների հետ։ Գործի փաստական հանգամանքները սա են։ Հիմա պարոն Չարչյանի աշխատասենյակից վերցվել են որոշակի փաստաթղթեր, որոնք որ բնականաբար այս նախաձեռնված վարույթի հետ առհասարակ որևէ առնչություն չունեն, այսինքն այն ընկերությունները, որոնք որ ուսումնասիրության առարկա են դարձել, խնդրող առարական են որպես այդպիսիք հանդիսանում, առհասարակ նրանց հետ որևէ առնչություն այդ փաստաթղթերը չունեն։ Վերցվել է նաև համապատասխան համակարգիչը, այլ կրիչներ եւ նաև գումարներ, բայց գումարներ վերցնելու իրավասություն վարույթ իրականացնող մարմինը չի ունեցել, որովհետեւ որոշմամբ չի թույլատրվել, որպեսզի այդ իմ թվարկած առարկաներից զատ որևէ այլ առարկաներ վարույթ իրականացնող մարմինը վերցնի։ Մենք առարկել ենք բնականաբար այս գործողության դեմ, համապատասխան հայտարարություններ ենք արել, որը որ արտացոլվել է արձանագրության մեջ, բայց ունենք այն ինչ ունենք, այսինքն այստեղ մենք գործ ունենք ոչ իրավաչափ գործողությունների հետ, մենք այստեղ ունենք ձևականացված գործողությունների հետ, որովհետև ինչպես արդեն նշեցի, վարույթը նախաձեռնվել է 4 ամիս առաջ, իսկ խուզարկություն քննչական գործողությունը ինքը հրատապ ենթադրող քննչական գործողություն հրատապ կատարվող, այսինքն եթե նախաձեռնվել է հոկտեմբերի 9-ին, առավելագույնս 1-2 օր հետո պետք է խուզարկությունը կատարվել, եթե դրա համապատասխան հիմքը նախադրյալ է ելակետը եղել է, բայց կատարվեց 4 ամիս անց, ինչը հենց վկայությունը այս քննչական գործողության ձևական լինելու, իրական նպատակին չհետապնդելու հանգամանքի մասին։ Ձեր գնահատմամբ սա ինչի հետևանք է, որովհետև կարծես գործը վերաբերում է 15-25 թվականների։ Այո, 15-25 թվականներին է վերաբերվում եւ փաստական նկարագրության համաձայն դե բոլորիս համար կարծում եմ պարզ է, գաղտնիք չի, որ Իսմիրլյան բժշկական կենտրոնը գտնվում է Մայրաթորի հսկողության տակ, այսինքն պատկանում է Մայրաթորին եւ բնականաբար այս բոլոր գործողությունները ուղղված չեն որպես այդպիսի անձնապես Արմեն Չարչյանի կամ բժշկական կենտրոնի դեմ, այլ խոսքը վերաբերում է եկեղեցուն, իսկ վերջի շրջանում ժամանակահատվածում եկեղեցու շուրջ իսկ ավելի շուտ երևի դեմ տեղի ունեցած այս արշավ, այս գործողությունները հենց պատասխանն է այն հարցին, որը որ դուք տվեցիք։ Մենք առավոտյան պլանային քննարկման էինք մասնակցում եւ քննարկումը ընդհատվեց, քանի որ արդեն քննչական մարմինները եկել էին։ Եվ այդ պայից սկսած արդեն խուզարկումները իրականացում են 3 սենյակներում։ Իմ կարծիքով սա հակաեկեղեցական արշավի եւս մեկ դրսևորում է։ Եվ մենք սրան սպասում էինք եւ ասեմ ավելին շատ են ուշացել։ Մենք ավելի շուտ էինք իրեն սպասում։ Պարոն Չարչյանը այստեղ ոչ մի կապ չունի, այստեղ կապ ունի հաստատությունը, որը եկեղեցապատկան կառույց է։ Ես 100% վստահում եմ քեզ։ Շատ դեռ չեմ ձեզ բարի եմ։ Ասում եմ, ես միշտ։